ինքնությունը իմ արմատն է եւ ես դրանից հրաժարվել չեմ պատրաստվում։ Մեր դեմ հիմա մղվում է այդ պատերազմը, որի նպատակն է կոտրել մեր կամքը եւ ըստ էության դարձնել ավելի կառավարելի։ Շատերը հսկայական ներդրումներ են անում իրենց հակառակորդի միտքը ընթերցելու համար, մենք ունենք հակառակորդ, որը իր միտքը շատ բարձ ասում է մեզ։ Այն կետը, որից մենք ուժ ենք ստանում պայքարելու, դիմադրելու, երկարաժամկետ ծրագրեր գծելու, մենք ոչ մեկին չենք կարող զիջել։ Եթե Ղարաբաղյան խնդիրը փակ չէ, ուրեմն պիտի լինի պատերազմ։ Չի եղել գիտակցություն, թե ինչ է տեղի ունեցել 90-ականներին։ Ոչ մեկ մեզ չբացատրեց, թե ինչ դժվարությամբ էր տրվել այդ հաղթանակը։ Ինչպես է ստացվում, որ մենք այդքան հեշտ կարողանում ենք հրաժարվել այն ինչ որ մերն է։ Մեկ այլ բան է ունենալ ինքնություն, մեկ այլ բան է թե ինչպիսի գիտակցում ունես դու այդ ինքնության։ Տեսնում ես պայքար քո դեմ, ոչ թե պայքար ճշմարտությունը բացահայտելու։ Մենք մեր ռեսուրսը ընդհանրապես չենք գիտակցում։ Այն ռեսուրսը, որը դու կարող ես ունենալ, հզորանալ եւ ուղղել քո արտաքին մարտահրավերների դեմ, այդ ռեսուրսով դու ինքնախժռվում ես։ Որը պիտի լինի այդ իդեալական Հայաստանը, որը կարողանա ճիշտ դիրքավորվել նման Ադրբեջանի հետ։ Հմուտ կառավարիչը, հմուտ ղեկավարը եւ հմուտ առաջնորդը ինքը կարող է ընդհանուր մինչեւ բավականին ցինիկ իրողությունների մեջ գտնել իր պետության համար շահավետ ճանապարհը։